Ուզում եմ ասել, որ այն փոփոխությունները, որոնց մասին խոսելու ենք, ուղիղ շարունակությունն են 2025 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած արտաքսման ռեժիմի կամ ռեժիմ Վիսլկայի եւ վերահսկվող անձանց ռեեստրի մի փոքր հիշեցնեմ, որ փետրվարի 5-ից 2025 թվականին Ռուսաստանում ներդրվեց վերահսկվող անձանց ռեեստր, ինչը նշանակում էր, որ ոչ թե անձանց անունները որևէ պատճառով հայտնվում էին ինչ-որ ցուցակներում, այլ երբ անձը հայտնվում էր վերահսկվող անձանց ռեեստրում, նրա բանկային հաշիվները սառեցվում են եւ որևէ պետական գերատեսչություն նրան ծառայություն չի մատուցում։ Պետք է նշեմ, որ մարտի 1-ից սկսած այս գերատեսչություններին միացավ նաև հարկայինը եւ հարկային ծառայությունների նախ տեղեկանքի ձևը փոխվեց, որ այլևս թղթային տարբերակով չի, այն տրվելու է որպես էլեկտրոնային քաղվածք եւ հարկերի չվճարումը կամ նման բանի հայտնաբերումը եւս կարող է հիմք հանդիսանալ, որ անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։ Այստեղ ուզում եմ մեր աշխատանքային միգրանտների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենց աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձի չափը շատ էական նշանակություն ունի վերահսկվող անձանց ռեեստրում նրանց հայտնվելու հետ։ Ինչու՞։ Երբ մեր քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում կնքում են աշխատանքային պայմանագիր, շատ հաճախ կա այդպիսի պրակտիկա, որ գործատուն, որպեսզի շատ հարկեր չվճարի, կամ անձը, որը ֆիզանձի հետ է կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր, ինքը շատ հարկեր չվճարի, պայմանագրում նշվում է մի աշխատավարձ, իսկ աշխատողը ստանում է մեկ այլ գումար։ Եվ երբ որ իր աշխատավարձի չափ կամ ավելին փորձում է ուղարկել օրինակ Հայաստան իր հարազատներին, այստեղ տվյալները միանգամից փոխանցվում են միգրացիոն ծառայություն, այսինքն ոստիկանություն հասանելիություն ունի դրան, եւ անձը պետք է հիմնավորի, որտեղից են այդ գումարները, գումարների ծագումը, այլապես ինքը կհայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում եւ կարող է արտաքսվել։ Սա վերաբերվում է նաև նրանց, այն անձանց, ովքեր իրենց ամբողջ բրիգադի գումարը հավաքում են եւ մեկ ձեռքից, այսպես ասած, փոխանցում են բանկից բրիգադի անդամների ընտանիքներին։ Սա նույնպես կարող է հանգեցնել, որովհետև կստացվի, որ այդ մարդը իր ունեցած աշխատավարձից բազմակի անգամ մեծ գումար է փորձում փոխանցել, անգամ եթե տարբեր մարդկանց անուններով է դա անում, ուստի պետք է խնդրեմ, որ յուրաքանչյուրը իր գումարը փոխանցի, որպեսզի չհայտնվի այս խնդիրների առաջ եւ հետո չընկնի քաշքշուկների մեջ, երկար պարզաբանումներ տա, թե որտեղից են իր գումարների ծագումը, արդյոք դրանք կապ ունեն ահաբեկչական գումարների հետ, թե ոչ եւ այլն։ Այսինքն սա կարող է շատ լուրջ խնդրի առաջ կանգնեցնել, ուստի խնդրում եմ, որպեսզի այն աշխատավարձը, որը իրապես ստանալու եք, թող դա ֆիքսվի ձեր պայմանագրում